Բարև ձեզ և բարի գալուստ ապդեյթ լրատվական, առաջարկում եմ թարմացնել օրվա լրահոսը միասին։ Եվ այսպես կառավարությունը քննարկում էր 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող անձանց առողջության համապարփակ ապահովագրության համակարգում ներառելու հնարավոր տարբերակները։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ այս սեգմենտի համար հատուկ մոտեցում է մշակվում, հաշվի առնելով ստվերային շրջանառության ռիսկերը։ Նիկոլ Փաշինյանը նաև հորդորեց գործատուներին վերանայել իրենց որոշումները և հնարավորինս շատ աշխատողների վճարել 200,000 դրամից բարձր աշխատավարձ, որպեսզի նրանք ներառվեն ընդհանուր համակարգում։ Մեր մտածածը հետևյալն է, որ 2027 թվականի ընթացքում գուցե կառավարությունը սուբսիդավորի մեծ անհրաժեշտ 10,800 դրամ ծախսի 4,400 դրամը, աշխատողները վճարեն 2,000 դրամ, այն 2,000 դրամը, որոնք նախկինում մինչև 2026 թվականի հունվարի 1-ը վճարում էին զինապահ հիմնադրամին և պակասող 4,400 դրամ հատվածը վճարեն գործատուները, այն պայմանով, բնականաբար, որ եթե աշխատավարձը կփոխվի, կբարձրանա և կհատի 200,000 դրամի շեմը, այդ դեպքում արդեն այդքան աշխատավարձ ստացող քաղաքացիները կներառվեն արդեն իսկ գործող 200,000 դրամ և ավել աշխատավարձ ստացող քաղաքացիների համար նախատեսված համակարգի մեջ։ Հիմա սա մեր մտածած մտքերի ընթացքն է այս պահի դրությամբ, բայց կարևոր է նաև շարունակությունը մենք մտածում ենք հետևյալ կերպ, որ 2028 թվականի հունվարի 1-ից արդեն գուցե թե մենք գործարկենք հետևյալ սցենարը, որ 10,800 դրամ ծախսի 6,000 դրամը վճարի աշխատողը, որը ինքը արդյունքում հետ է ստանալու 2028 թվականին արդեն, որպես սոցիալական կրեդիտ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու պարագայում, այսինքն գործնականում քաղաքացու կյանքում շատ բան չի փոխվում։ Իսկ մնացած պակասող 4,800 դրամը շարունակի վճարել գործատուն, էլի այն պայմաններում, քանի դեռ աշխատավարձը ցածր է 200,000 դրամից։ Երբ որ կհատի 200,000 դրամի շեմը, արդեն համակարգը կսկսի գործել են ընդհանուր պայմաններով, որի վերաբերյալ տվյալ պահին կկայացվի որոշում։ Սա է մեր մտքերի ընթացքը այսօր և մենք քննարկումների արդյունքում հիմա գտնվում ենք այս հանգրվանի վրա, առաջիկայում նույնպես կքննարկենք և մեզ անհրաժեշտ կլինի առաջիկա 1 առավելագույնը 2 ամիսների ընթացքում կայացնել որևէ որոշում, որպեսզի մենք մեր 200,000 դրամի ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիներին ներառենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։ Պատգամավորները այսօր ազգային ժողովի նիստում քննարկել են ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Ազգային ժողովի Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։ Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, որից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։ Հարցի քննարկումը կշարունակվի օգոստոսի 13-ին։ Ողջույն, հարգելի գործընկերներ, մեզ հետևող սիրելի հայրենակիցներ։ Նախ եւ առաջ ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ուժեղ Հայաստան խմբակցությանը, խմբակցության ղեկավար պարոն Կարապետյանի գլխավորությամբ ինձ վստահելու եւ չափազանց կարևոր եւ պատասխանատու պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ։ Հարգելի գործընկերներ, կարծում եմ, որ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովը այն եզակի հանձնաժողովներից մեկն է, որտեղ առանց այսպես անկախ քաղաքական տարաձայնություններից, անկախ քաղաքական հակասություններից ունեմ վստահություն, որ լինելու է կոնսենսուսային մթնոլորտ։ Ինչով է պայմանավորված իմ վստահությունը, մեկ պարզ պատճառով։ Կա մեկ կարմիր գիծ, որը կարծում եմ բոլորի համար է այդ կարմիր գիծը, եւ այդ կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է։
Հայաստանի Հանրապետության հարկատուների վճարած գումարները եւ պետական բյուջեն որևէ մեկի սեփականությունը չէ բնականաբար, այդ թվում նաեւ կառավարության սեփականությունը չէ եւ կարծում եմ, որ պետական բյուջեի կառավարման արդյունավետության ուղղված ցանկացած քայլ, ցանկացած օրինագիծ պետք է պատասխանատվության բարձր մակարդակով ընկալվի յուրաքանչյուր падգամավորի կողմից։ Այսինքն ունեմ ներքին համոզմունք, որ մենք աշխատելու ենք կոնսենսուսային մթնոլորտում։ Հարգելի գործընկերներ, ես անցել եմ գիտական եւ աշխատանքային երկար ճանապարհ, պատրաստ եմ իմ ողջ գիտելիքները եւ ներուժը ներդնել հանուն Հայաստանի Հանրապետության։ Եվ ունեմ ներքին համոզմունք, որ մենք ունենալու ենք իմ ընտրվելու պարագայում գերարդյունավետ աշխատող հանձնաժողով, իդեմս ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի։ Իդեպ ես նոր քաղաքական մշակույթի կողմնակից եմ, խոսքը վերաբերում է հետևյալին. բոլոր այն օրինագծերը, որոնք կբխեն մեր երկրի շահերից, որոնք մեր քաղաքացիների բարեկեցությանը կնպաստեն, պետք է այդ օրինագծերը ողջունելի լինեն, անկախ նրանից, որ կողմն է ընդդիմությունը, թե իշխանությունը այդ օրինագծերի հեղինակը։ Եվ ես ուղղակի կոչ առաջարկ հորդորով հանդես կգամ մեր օպոնենտ գործընկերներին, իրենք էլ թող ողջունեն բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կներկայացնի ընդդիմությունը։ Սա կդառնա նորմալ պրակտիկա, կարծում եմ, որից կշահեն բացառապես մեր հայրենակիցները եւ մեր հայրենիքը։ Խոսքը վերաբերում է, կրկնում եմ, հատկապես կարևորվում է այս ոլորտին առնչվող օրինագծերը, պետական բյուջեին առնչվող օրինագծերը, արդար եւ թափանցիկ հարկային համակարգի բարելավմանը։ Հարգելի հայրենակիցներ, պետական բյուջեի հետ կապված մի շատ կարևոր ընդգծում եմ ուզում անել։ Բյուջեի յուրաքանչյուր թվի հետևում, միլիոնի, միլիարդի հետևում կա հստակ հասցեատեր, եւ այդ հասցեատերը Հայաստանի Հանրապետության հարկատում է առաջին հերթին։ Այդ թվերի հետևում կա քրտինգ, կա աշխատանքի արդյունք, եւ մենք պարտավոր ենք ապահովել այնպիսի վերահսկողություն խորհրդարանական, որ կարողանանք կառավարել բյուջեի ծախսերը արդյունավետ ձևով։ Այսինքն մեր խորհրդարանական վերահսկողությունը պետք է միտված լինի պետական բյուջեի միջոցների արդյունավետ կառավարմանը։ Սա խիստ կարևորում է։ 2020 թվականի հուլիսի 5-ի դրությամբ վարչապետը խոսում էր նոր սահմանադրության մասին։ Այդ ժամանակ անգամ 44-օրյա պատերազմն էլ չէր եղել, եւ դուք չեք կարող ասել, որ Ալիևը պահանջում էր նոր սահմանադրություն։ Այս մասին ասաց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Տարոն Չախոյանը, անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի նախագահի պահանջն է։ Հələ մի հատ եկեք հասկանանք էլի, ով է այս դալիճում Ալիևի PR ընկերությունը ներկայացնում։ Այս շարքերում նստած են մարդիկ, ովքեր իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ գովազդային հոլովակներով ցուցադրում էին, թե ինչպես է ցեղասպանության զոհերի հուշահամալիրը մզկիթի վերածվում։ Այս մարդիկ իրենց նախընտրական քարոզարշավի ողջ առանցքն ու շեշտը դարձրել են 300,000 ինչ-որ ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման կամ իրենց ձևակերպման վերադարձի խնդիրը։ Ժողովուրդ, Ալիևը իր լավագույն երազում անգամ չէր կարող երազել, որ մի օր Հայաստանի Հանրապետությունում կարող է գովազդվել թուրքական բայրակտարներով հայ զինվորների սպանությունը։ Ալիևը իր լավագույն երազում անգամ չէր կարող երազել, որ մի օր Հայաստանում կգովազդվի ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մզկիթ դառնալու process-ը, չէր կարող երազել, որ մի օր Հայաստանում կգովազդվի 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման կամ վերադարձի հարցը։ Ովքեր են խոսում, էլի, Ալիևի PR ընկերությունից։ Խոսում են սահմանադրության հանրաքվեից, Ալիևի սահմանադրություն, Ալիևի պահանջով նոր սահմանադրություն եք բերում Հայաստանի Հանրապետություն, փորձում եք փաթաթել քաղաքացիների վզին։ Ժողովուրդ, բացեք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը, որտեղ վարչապետը հուլիսի 5-ի դրությամբ 2020 թվականին խոսում էր նոր սահմանադրության մասին։ Ուր էր այդ ժամանակ Ալիևը։ Իմիջայլոց, այդ ժամանակ դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմն չէր եղել, որ հիմա գաք մատի փաթաթան սարքեք, դե ասեք պատերազմը պարտվել է, Ալիևը պարտադրում էր նոր սահմանադրություն։
Իսկ իրականում գիտեք ինչի համար եք պայքարում սահմանադրական փոփոխությունների ու նոր սահմանադրության դեմ։ Մի պարզ պատճառով, որովհետև աշխարհ քաղաքական կենտրոնից կայսրությունից ուղիղ հրահանգ է իջեցվել ձեզ նոր սահմանադրության դեմ պայքարելու։ Ինչի համար, որովհետև այս սահմանադրությունը, որը գործում է հիմա Հայաստանի Հանրապետությունում, բացառապես այդ աշխարհ քաղաքական կենտրոնի շահերից է բխում։ Ու սա ական է Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերի տակ դրված։ Մի պարզ պատճառով, որովհետև այս սահմանադրությունով Հայաստանին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու այո, վտանգի տակ դնել Հայաստանի պետականությունը։ Եվ շարունակելով ազգային ժողովի թեման, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը անդրադարձավ ընդդիմադիրների մի շարք դիտարկումներին, այդ թվում նրանց այն դիտարկմանը, թե կրոնական տարբերություն կա ազգային ժողովի իշխող ուժի եւ ընդդիմության միջև։ Դուք հեղափոխությանը, էլ մասոնական, էլ սորոսական, էլ ադրբեջանը, թուրքական, ինչ ասես չկպցրիք մի բաց պատճառով, որովհետև դուք այսքան ժամանակ կարծել եք, որ հեղափոխությունը տեխնոլոգիա է։ Հեղափոխություն տեխնոլոգիա չի։ Հեղափոխությունը արձագանք է։ Արձագանք այդ մանումենտի տներին, ձեր գրպանների հարստացմանը, բժիշկների աշխատավարձ չստանալուն, թոշակներին։ Այո, հեղափոխությունը եղել է արձագանք անարդարությանը։ Եվ գալ ես դալիճում ասել, որ մենք եւ դուք նման եք, փառք Աստծո, որ մենք եւ դուք նման չեք։ Եվ դրա համար է, որ փողոցային պայքար եք գեներացրել։ Փառք Աստծո, այո, պարոն Կարապետյան, իմ համար մեծագույն պատիվ է, որ ես եւ դուք նման չենք։ Մենք դուք փողոցային պայքար եք փորձել գեներացնել, ընտրություններ են եղել, վարչապետ ամենաշատ հրաժարական տված վարչապետն է եղել։ Գայք վերցնեի 21 թվականի իշխանություն դրսում թափածեր վերցնող չկար։ Եվ շատ հետաքրքիր այն պահը, երբ որ դուք մուտք գործեցիք քաղաքականություն։ Գիտեք, ես ձեր ազնվությանը կհավատայի, եթե դուք որոշեի քաղաքականությամբ զբաղվեք մի պահի, երբ որ Հայաստանը իսկապես գոյութենական խնդիրների առաջ էր կանգնած, այդտենց պահ եղել է։ Բայց դուք քաղաքականություն մուտք գործեցիք, ինչպես Սամվել Կարապետյանը այդ մասին իր ճեպազրույցում ասեց, երբ որ կպան ձեզ։ Պարոն Կարապետյանը ճեպազրույցներից մեկում ասել է. եթե այս քրեական գործերը չլինեին, ես քաղաքականությամբ չէի զբաղվի։ Ասել է պարոն Կարապետյանը։ Պարոն Կարապետյանը չի որոշել զբաղվի Հայաստանի հարցերով, եւ որ կար գոյութենական խնդիր։ Պարոն Կարապետյանը ընտրել է զբաղվել քաղաքականությամբ եւ իր վերաբերյալ քրեական գործ է եղել։ Կամ այս դալիճում ասում եք կրոնական հարց տարբերություն կա ձեր եւ մեր միջև։ Այդ դուք ուսումնասիրել եք մեր դավանանքը եւ հասկացել եք, որ կրոնական տարբերություն կա։ Ես Սուրբ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Իմ աղջիկները կնքվել են Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ես ամուսնացել եմ եկեղեցով։ Եվ իմ դավանանքն ասում է, որ վեհափառը չի կարող ուսակրոնության երթումը դրժած լինել։ Իսկ ձեր կրոնում ինչպես է, ինչ շատ հետաքրքիր է։ Ձեզ մոտ վեհափառը կարող է զավակ ունենալ, այդպիսին է ձեր կրոնը, եկեք եւ մեզ պատմեք, ինչպիսին է ձեր կրոնը։ Ես ձեզ ասում եմ, Գրիգոր Լուսավորչի հետ այդ փուլը անցել ենք, պարոն Կարապետյան, նախորդ գումարումում քննարկել ենք, երևի չեք նկատել։ Կամ այդ ժամանակ քաղաքականությամբ հետաքրքրված չեք, որտեղ չէիք շալակել քրեական գործը։ Նախորդ գումարումում եւ Աշտիշատի ժողովում երևի կամ դրանից հետո սահմանվել, այսինքն ժողովուրդ ջան, իրենք իրանց համար սահմանել։ Այսինքն եթե դու Գրիգոր Լուսավորչի օրինակն եք բերում, այսինքն հաստատում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, այդ էր ձեր ասածը։ Դուք ասում եք, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, դուք հենց նոր խնդրում եմ նկատել, որ ընդդիմությունը հաստատեց, որ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Հաջորդ ելույթը Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանինն էր, եւ երբ նա Գարեգին Բ-ին կոչեց վեհափառ, ամենայն հայոց կաթողիկոս, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին, իսկ ընդդիմադիրները սկսեցին ծափ տալ։ Հիշեցնենք, որ ազգային ժողովի օգոստոսի 11-ի նիստին ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորել էր ընդդիմադիրներին այդ կերպ չընդհատել ելույթ ունեցողներին, հակառակ դեպքում նույնատիպ արձագանք կստանան։ Քաղաքացիական պայմանագիրը անցալով Ռուբեն Ռուբինյանի թեմայի մեջ մնալու կոչին քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Բրավո, քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։
Շատ լավ, եկեք խաղանք այս խաղը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Ինչ թվում է հերիքա, հարգելի գործընկերներ, շարունակեք Տիկին Վարդանյան։ Եվ սիրելի հայրենակիցներ, ներողություն, մանկապարտեզի նախապատրաստական կուրսի հերթական բանին Տիկին Վարդանյան, ներողություն, Տիկին Վարդանյան, ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, այստեղ բոլորը շատերը երիտասարդ են, բայց ոչ ոք մանկապարտեզից չի այդ ու ձեր խմբակցությունում եւ ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, շարունակեք ձեր ելույթը։ Կթողեք շարունակեմ։ Հիմա լրություն։ Ես իսկապես ուզում եմ մեկ-մեկ դուք ձեզ կողքից նայեք ու պատկերացնեք ուր եք հասել, պատկերացնեք ինչքան եք նմանվել բոլոր այն իրականությունից կտրված իշխանություններին, ում թվում էր, որ իրենք հավերժ իշխանության են, երբեք իշխանությունը չեն կորցնելու, միշտ իրանց տերապետության տակ ունենալու են ուժայիններին, ու իրենց թույլ էին տալիս շատ ավելի պակաս, քան դուք, բայց արժանացան այն բախտին, որին արժանացան։ Ես չգիտեմ դուք երբ կհասկանաք, որ այստեղ եք հասել ուղղակի, բայց երևի իշխանությունը կտրում է գետնից իսկապես, ամբողջական իշխանությունն էլ երևի ամբողջապես է կտրում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ վերջին հայտարարությունները, նշելով, որ ստորագրված փաստաթղթերում նման արտահայտություն չկա։ Եղոյանը այդ մասին ասաց ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։ Այստեղ փաստարկի ու հակափաստարկի հարց ընդհանրապես չկա, կան ստորագրված փաստաթղթեր, կան ստորագրված հայտարարություններ, կան ստորագրված պայմանագրերի նախագծեր նույնիսկ եւ այդ բոլոր ստորագրված փաստաթղթերում որևէ տեղ դուք չեք հանդիպի Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, չկա նման բան։ Քաղաքական խոսույթի մակարդակում շատերը շատ բան կարող են ասել, մենք էլ ենք ասում, որ նման հասկացություն նման տերմինով ենթակառուցվածք մեր հանրապետության, Հայաստանի հանրապետության տարածքում գոյություն չունի։ Հայաստանի հանրապետության տարածքում գոյություն ունի TRIP նախագիծը, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, ԱՄՆ նախագահի ստորագրությունը, Հայաստանի վարչապետի ստորագրությունը, դրան հաջորդել են այլ փաստաթղթեր, այդ թվում եւ օրեր առաջ հրապարակված էլի երրակողմ համատեղ հայտարարությունը օգոստոսի 8-ի համաձայնության մեկամյակի առիթով եւ այնտեղ էլի չկա այդ արտահայտությունը։ Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը եւ դրանց ձեռնտու լինելուն կողմերին, այո, միանշանակ, եթե ձեռնտու չլիներ բոլոր երեք կողմերին, այդ փաստաթուղթը չէ ստորագրվի, իհարկե ստորագրված փաստաթուղթը եւ տարածաշրջանի ապաշրջափակումը այն պայմաններով, որ նկարագրված է այդ ստորագրված փաստաթղթերում, բնականաբար ձեռնտու է եւ Հայաստանին եւ բնականաբար նաեւ Ադրբեջանին, հակառակ դեպքում իրենց ստորագրությունն էլ այդտեղ չէր լինի եւ շատ լավ է, որ այդ հարցում ստորագրված փաստաթղթերում նկարագրված պայմաններով ապաշրջափակման հարցում շատ լավ է, որ տեսակետները համընկնում են։ Տերմինների վերաբերյալ արդեն ասեցի։ Եղոյանը խոսեց նաև ատոմակայանի շահագործման ժամկետի մասին։ Նա անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է հայկական ատոմակայանը փակելու իր ցանկության մասին, նշեց, որ ատոմակայանի շահագործման ժամկետը չի որոշում ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ Ադրբեջանի կառավարությունը, ոչ աշխարհում որևէ կառավարություն, քանի որ դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է, եւ այդ ժամկետը 2036 թվականն է։ Ատոմակայանը ունի շահագործման ժամկետ։ Այդ ժամկետը չի որոշում ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ Ադրբեջանի կառավարությունը, ոչ էլ աշխարհում որևէ կառավարություն, քանի որ դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է, եւ այդ ժամկետը 2036 թվականն է։ Ով ինչ ուզում է ասի, սա այն իմ ասած պատմությունը եղավ, գիտեք, որ ասում եմ հիմա Ալիևը ասի
ծխելը վնասակար է առողջությանը, պետք է բոլորով սկսենք ծխել, ինչա թե ինքը ասում է, ծխելը վնասակար է։ Ալիևը չի արել այդ գյուտը, դա որոշված փաստաթղթերով արդեն սահմանված ժամկետ է 2036 թվականը մեր ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը եւ մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ մենք նոր ատոմակայան կառուցելու մասին ենք մտածում եւ բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային գործընկերների հետ, ասեմ ավելին, ատոմակայանի վերաբերյալ դրույթ կա նաեւ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում 2017 թվականին ստորագրված, որը էլի նույնից եմ ասում, ոչ թե համաձայնագիրն է որոշել, որ այդ ժամկետը կա, այլ քանի որ այդ ժամկետը կա, այն տեղը գտել համաձայնագրում, արտացոլվել է համաձայնագրում, բայց նաև նշվել է, որ դրան համարժեք այլ հզորությամբ այն պետք է փոխարինվի։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սին Վեյլիին։ Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով։ Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացման և փոխգործակցության ընդլայնման առնչվող հարցեր։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ Նախարարի ուղերձում մասնավորապես ասված է. Սիրելի երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս տարվա խորագիրը տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ։ Մեզ հիշեցնում է, որ անկախ այն հանգամանքից երիտասարդները որ համայնքում կամ բնակավայրում են ապրում, սովորում, աշխատում, ստեղծագործում կամ նոր են սկսում իրենց կյանքի ուղին, նրանց միավորում են նույն արժեքները ու ձգտումները՝ կրթվել, զարգանալ, ստեղծել, մասնակցել և իրենց ներդրումը ունենալ Հայաստանի ու աշխարհի ապագայի կերտման գործում։ Սիրելի երիտասարդներ, ձեր սերունդն ապրում է փոփոխությունների ժամանակաշրջանում։ Դրանք պահանջում են գիտելիք, ճկունություն, պատասխանատվություն և համարձակություն։ Համոզված եմ, որ դուք ունեք այդ ներուժը և պատրաստ եք այն ծառայեցնել ի բարօրություն մեր պետության և հասարակության։ Հավատացեք ձեր ուժերին, մի դադարեք սովորել, ստեղծագործել և նոր գաղափարներ կյանքի կոչել։ Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել ձեր կրթության, կարողությունների զարգացման և ինքնայիրացման հնարավորությունների ընդլայնման գործում, որովհետև յուրաքանչյուր երիտասարդի հաջողություն նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է։ Շնորհավոր երիտասարդության միջազգային օրը։ Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում այսօր տեղի է ունեցել հրաշալի գաղափարների մրցույթ արդյունքների ամփոփումը։ ԿԳՄՍ նախարարության ՕՍՄ հիմնադրամի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի փախստականների գործակալության հետ համագործակցությամբ Սյունիքի մարզի երիտասարդների համար կազմակերպված մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր հաղթող գաղափարի հեղինակ ստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն իր գաղափարը կյանքի կոչելու նպատակով։ Անդրադառնալով երիտասարդական կենտրոնների գործունեությանը, ԿԳՄՍ նախարարը կարևորել է պետության, համայնքների և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ ստեղծված մոդելը։ Նմանօրինակ կենտրոն գործում է նաև Կապանում։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանի ուղեկցությամբ 2026 թվականի օգոստոսի 11-ին այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ և մի շարք հանձնարարականներ տվել մարզի դատախազին։ Հանձնարարականները ի թիվս այլնի վերաբերել են ապօրինի կառուցված շենք-շինությունների աշխատանքները լողափնյա սեզոնի ավարտից հետո վերսկսելուն, ապօրինի կառուցված մի շարք առանձնատները պետությանը վերադարձնելու նպատակով դատարաններ ներկայացված հայցերի շրջանակներում գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության վարչությունների հետ աշխատանքները շարունակելուն։ Գագիկ Այվազյանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին տեղեկացրել
տեղեկացրել է, որ դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1 ընկած ժամանակահատվածում Սևանա լճի ափամերձ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել, քանդվել է ապօրինի կառուցված հիմնական եւ ոչ հիմնական 201 շենք-շինություն։ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի կողմից լուծվել, դադարեցվել է 2 պայմանագիր։ Հիշեցնենք, որ դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտնել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են նաև 2026 թվականին։ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզ ծանոթանալու Բաղրամյանի Հրշեջ փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի կառուցման աշխատանքների ընթացքին։ Մանրամասնում է տեսանյութը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 6-ին փրկար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզ ծանոթանալու Բաղրամյանի Հրշեջ փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի կառուցման աշխատանքների ընթացքին։ Նախարարին ներկայացվել են ինչպես իրականացված, այնպես էլ առաջիկայում նախատեսվող աշխատանքները։ Արփինե Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ, ընդգծելով աշխատանքները սահմանված ժամկետներում եւ պատշաճ որակով իրականացնելու, ինչպես նաեւ Հրշեջ փրկարների համար ծառայության ժամանակակից եւ արժանապատիվ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը։ Ժամանակակից լուծումներով նախագծված նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անց։ Եվ միջազգային լրահոսին ընթառաջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով Խաղաղ օվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ժամանակ մեկնաբանել է եվրոպական երկրների կողմից ռուսական նավերի կալանումը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ընդգծել է, որ պատասխանը կարող է լինել ցանկացած վայրում, որտեղ իրենք կհամարեն անհրաժեշտ եւ նպատակահարմար, այդ թվում Խաղաղ օվկիանոսյան նավատորմի պատասխանատվության գոտում։ Եվրամիության երկրները եւ Մեծ Բրիտանիան կալանում են ռուսական ստվերային նավատորմին պատկանող նավերը, սովորաբար կեղծ դրոշների ներքո գործելու կասկածանքով։ Ռուսաստանի իշխանությունները նման գործողությունները անվանում են ծովահենություն։ Միջազգային այլ թեմաների առաջարկում եմ ծանոթանալ տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրադրությունն Իրանի հետ լավ է զարգանում եւ որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Այս մասին նա ասել է Օհայոյից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ չի վստահում Իրանին եւ որևէ պահի նրանք կարող են ինչ-որ բան անել, որից հետո նրանց հարված կհասցվի, բայց այս պահին Թրամփի խոսքով Վաշինգտոնը լավ դիրքում է։ Տարածաշրջանում լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ հուլիսին Թրամփը հայտարարեց, որ հունիսի 18-ին Թեհրանի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը այլևս չի գործում։ Դրանից հետո ամերիկյան զորքերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գրոհները պատասխան են Հորմուզի նեղուցով նավարկող քաղաքացիական նավերի դեմ իրանական հարձակումների։ Իրանցի զինվորականները պատասխանել են հարվածելով Մերձավոր Արևելքի մի քանի երկրում գտնվող ամերիկյան բազաներին։ Թեհրանը նաև մեղադրել է Վաշինգտոնին հունիսի 18-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված ԱՄՆ քաղաքացի նախկին ծովային հետևակ Ռոբերտ Գիլմանին ներում շնորհելու համար։ Այդ մասին Ուիթքոֆը գրել է X սոցիալական հարթակում, հրապարակելով ինքնաթիռից լուսանկարներ Գիլմանի հետ, որը 4 տարվա կալանքից հետո արդեն հայրենիքում է։ Ուիթքոֆը նաև շեշտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը Ռուսաստանում կալանավորված ամերիկացիներին վերադարձնելու գործում։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես շնորհակալություն է հայտնել Գիլմանի ազատ արձակման համար, ընդգծելով, որ ԱՄՆ-ն դա դրական քայլ է համարում, սակայն մտադիր է հասնել նաև Ռուսաստանում կալանավորված մյուս ամերիկացիների վերադարձին։ 2022 թվականի հունվարին Գիլմանը Սուխումի Մոսկվա գնացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով ագրեսիվ վարք է դրսևորել եւ բախման մեջ մտել ռուսական երկաթուղիների աշխատակիցների հետ, որոնեժում նրան իջեցրել են գնացքից եւ տարել ոստիկանական
կրոնական բաժանմունք, որտեղ նա սկսել է հարվածել ոստիկանի։ Գիլմանը դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման, այնուհետև 2023 թվականին նրա գործը վերանայվել է եւ պատիժը մեղմացվել է մինչեւ 3.5 տարվա ազատազրկման։ 2025 թվականի վերջին դատարանը խստացրել է Գիլմանի դատավճիռը, ազատազրկման ժամկետը երկարաձգելով մինչեւ 10 տարի։ Օգոստոսի 10-ի երեկոյան Թրամփը հայտնել էր, որ Ռուսաստանը ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանին մարդասիրական նկատառումներից ելնելով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջև ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել հավաքական զսպման մեխանիզմները, պաշտպանական համագործակցությունը եւ տարածաշրջանային կայունությունը։ Անդրադառնալով համաձայնագրի պաշտպանական բաղադրիչին, Թուրքիայի նախագահը նշել է, որ կողմերից որևէ մեկի անվտանգության դեմ սպառնալիքը մյուս մասնակիցները եւս դիտարկելու են որպես ընդհանուր անվտանգության խնդիր։ Նրա խոսքով համաձայնագիրը հիմնված է հավաքական զսպման սկզբունքի վրա եւ նախատեսում է անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացում, պաշտպանական արդյունաբերության համատեղ նախագծերի իրականացում եւ ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցության ամրապնդում։ Էրդողանը նաեւ ընդգծել է, որ մերձավոր արևելքի երկրները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն սեփական անվտանգության եւ կայունության ապահովման հարցում։ Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան հրամանագիր է ստորագրել երկրում հզոր երկրաշարժից հետո աղետի ռեժիմ հայտարարելու մասին։ 7.4 մագնիտուդով երկրաշարժը Կոլումբիայում տեղի է ունեցել օգոստոսի 10-ի առավոտյան։ Դրա էպիկենտրոնը գտնվել է Չոկոյի նահանգի Սան Խոսե դել Պալմարի մերձակայքում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 224 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Ֆրանսիան կրկին շոկի ալիք է ապրում։ Այսօր այն հասել է երկրի մեծ մասին 78 դեպարտամենտում նարնջագույն եղանակային վտանգի մակարդակ է հայտարարվել։ Մի քանի շրջանում ջերմաստիճանը կգերազանցի 35 աստիճան Ցելսիուսը։ Իսկ հինգշաբթի որոշ տարածքներում, օրինակ Կորսիկայում, ջերմաստիճանը կարող է բարձրանալ 40 աստիճան Ցելսիուսից։ Այնուամենայնիվ միայն շոկը չէ, որ առաջացնում է մտահոգություն։ Տեղումների պակասը խորացնում է երաշտը, հողը մնում է ծայրաստիճան չոր, փոքր գետերն ու առուները ցամաքում են։ Կենսաբազմազանության ֆրանսիական գրասենյակի տվյալներով ցամաքել է մոտ 1400 ջրային հոսք։ Շաբաթներ տևած երաշտը ստիպել է իշխանություններին նոր ջրային սահմանափակումներ սահմանել, որոնք ազդում են մայրցամաքային Ֆրանսիայի եւ Կորսիկայի բնակիչների ճնշող մեծամասնության վրա։ Եվ շարունակելով թողարկումը, Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից նախատեսված ժամկետից ավելի շուտ։ Կամրջի հիմնանորոգման շրջանակում իրականացված բոլոր աշխատանքների առաջնային նպատակը երթևեկության անվտանգության բարձրացումը եւ քաղաքացիների համար առավել անվտանգ եւ հարմարավետ պայմանների ապահովումն է։ Նշվում է, որ տեղադրվել է ասֆալտաբետոնե վերին շերտը, ասֆալտապատվել են երկու կողմերի մայթերը, տեղադրվել են նոր ցինկապատ արգելափակոցներ, վերականգնվել եւ ներդրվել են ջրահեռացման եւ ջրամեկուսացման համակարգեր, վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, լուսավորության սյուներից էլեկտրական մալուխները, ապա մոնտաժվել եւ տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիահորեր։ Երթևեկելի հատվածի բացումից հետո կշարունակվեն կամրջի հիմնանորոգման մնացած աշխատանքները։ Կիրականացվեն հնարանների վնասված հատվածների մաքրում, քայքայված ամրանների մշակում, կամարային հատվածի վերականգնում եւ այլ աշխատանքներ։ Կիևյան կամուրջը երթևեկության համար փակվել էր հունիսի 17-ից։ Նախապես հայտարարվել էր, որ այն կբացվի օգոստոսի 29-ին, սակայն ավելի ուշ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 14-ին։ Եվ վերջում եղանակի մասին։ Երևանում օգոստոսի 12-ի երեկոյան 13-ից 17-ը, գիշերը եւ երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև եւ ամպրոպ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 13-ից 17-ին գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև եւ ամպրոպ։ Առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Այս եթերաժամի լրազամբյուղը այսքանով սպառված է, իսկ դուք բաց չթողնեք վերլուծական հատվածը անմիջապես թողարկումից հետո։ Հաջողություն։